Ողջույն, սիրելի հետևորդներ, այսօր մենք կլոր սեղանի շուրջ, ես մեր սեղանը մի խոսքով, քաղցրավենիքի սեղանի շուրջ այդ դեպքում քննարկելու ենք մեր ուժի պրոդուկտների մասին մի քանի բառով, մի քիչ գոյովանա։ Իրականում ես ձեզ համար ունեմ նորույթ, եւ ձեզ համար եւ հաստատ մեր հետևորդների համար, իրականում ինձ համար էլ այդտեղ են անակնկալ ու հիմա կասեմ խոսքը ինչի մասին է, բայց ինչեւ այդտեղ հասնելը եկեք ամենակարևոր հարցերը քննարկենք, նուշի պրոդուկտներին մեծամասամբ ծանոթ եք։ Եկեք քննարկենք ով ինչ է օգտագործել մեր պրոդուկտներից ու ինչ առաջարկներ ունի։ Ես օգտագործում եմ սկրաբը, շոտկոն, Որն է։ գլխամաշկի սկրաբը։ Հա, գլխամաշկի սկրաբը։ Մեր հանրահայտ լեգենդ դարձած գլխամաշկի սկրաբը, ինքը իրոք լեգենդ է։ Ես ուր մտնում եմ, մարդիկ սրա մասին են խոսում, իմ կողքը կանգնած մարդիկ սրա մասին խոսում էին առանց իմանալու, որ սա մեր արտադրանքն է։ Անգամ ինձ ասացին, որ մեր Գյումրի կենտրոնի բժիշկներից մարդիկ կան, ովքեր որ օգտագործում են իրան, գլխամաշկի սկրաբը ու էլի ու էլի առնում են։ Իսկ եթե հաճախորդը երկրորդ յոթ անգամ վերադառնում է քո պրոդուկտի հետևից, այդ նշանակում է, որ ինքը արժանի է դրան, որ վերադառնան քո պրոդուկտի հետևից։ Դու ինչ որ փորձել ես մեզ։ Ես դեռ չեմ փորձել, բայց ակտիվ հետևում եմ բոլոր նորույթներին ու որ հարցերին է կողքին հասնում, որ այստեղ կարող եք հայկական գտնել, բայց դեռ առիթ չի եղել, որ ես փորձեմ։ Շատ լավ, ուրեմն վստահ եմ, որ փորձես ինչ-որ բան ու կասես քո կարծիքը, ինչ-որ բան փորձել ես, Մարիանա։ Մարիանան մեր SM մասնագետներից է, դեռ ոչ մի բան չի փորձել, բայց կփորձի։ Դու ո՞ղանց ես գլխամաշկի սկրաբը եմ փորձել, եկել ձերքի բժիշկ կրանար։ Մի րոպե կներես, վիդեոյի այս կադրում անպայման այն լեգենդար վիդեոն դնելու եմ ես Գոգայի պատրաստած ու կտեսնեք։ Վայ, ես ինչ է, սաղ տան երեսն ու պախնիկը քու մազերը դեսվան կարտեն։ Haman ես չեմ որ մազերս կթափի։ Ուրիշ վաղտեղնի քեզի գիդունիկի տեղ կտնես։ Չդես որ սկրապ կա, կոնե այդ սկրապ օգտագործի մազերը չթափի։ Ինչ սկրապ։ Սաղ ես։ Ինչ եղավ որ դու ես նուշ ֆիրմայի մասին չգիտեիր։ Հենց Լենագանն է կարելի։ Մազաթափության թեմի օգտագործել, ես էլ հավես չունիմ մազերը թավակելու, խելարան կարտեն։ Էու։ Համ մազաթափության դեմ է, համ թեպի դեմ է, մազերի արագ աճն է, կաբահով է։ Ապրես ման դու սպես բաները ու դիսկ կգնիս։ Ես եշտամ կսեմ գրխի։ Կեցի, դու արդեն լողցե ելել ես, սիկ լողնալու ընթացքում դիքսեին։ Արի որ իմ տխիս կսես։ Ահա, շատ ճիշտ ասեն դիպուկ բան ասեցիր, այս մեր բուժիչ քսուկը իրեն ժամանակ ընտրեմ այս մեկը կտաս։ Այս մեր բուժիչ քսուկը իրականում պատրաստված է կենդանական ու բուսական ճարվերից, դրա համար մեր որ ասում եմ, մենք սովոր չենք այդ բույնին, որ պիտի բացենք կրեմը, իրանից այդպես արդարոց հոտ գա, մի փոքր անգամ sense նավթի հոտել է գալիս իրենց, որովհետև ինքը նույն բնական հումքից է պատրաստվում։ Ինքը շատ մեծ գաղտնիք է այդ մասին, այդ գաղտնիքը ես ոչ մեկին չեմ ասում, իր պատրաստման եղանակի ու իրականում իր համար օգտագործվում է տարբեր տեսակի կենդանական ու բուսական ճարվեր։ Ինքը հատուկ ջերմամշակման է ենթարկվում այդ ճարվերը, հատուկ իրան խփելու աստիճան գոյություն ունի, որ մենք ստանանք այս կոնսիստենցիան, ու ինքը չծորա, ու ինքը սենց մնա ու դա այդ իր օգուտը։ Իրականում այդ օգնում է եւ ճաքած ձեռքերին, եւ չոր կուտիկուլայի հատվածին, եւ ինքը նաեւ ինքն իրանով մեզ համար բացահայտում արեց։ Աղջիկներից եղել էին, որ գրեցին, որ մատնահարդարման նյութերից ովքեր որ ալերգիա են ունեցել, իրանք փորձել են սա օգտագործել ու օգնել են։ Ու դրանցից արդեն որ հարցերին ինչով կօգնենք մեզ ալերգիայի դեպքում, արդեն հուսա իրան է առաջարկում ու ամենալավն որ օգնել է։ Вечер. Сегодня у меня обзор на вот этот бренд. Не буду коверкать название, лучше где-нибудь здесь напишу. Мне прислали лечебный крем и холодный парафин. Сейчас будем пробовать. Завтра покажу вам, есть ли какой-то результат, эффект от этого.
բյութ կուզենաք, ինչ կոսմետիկա կուզենաք տեսնել մյուս բրենդում, իմանալով, որ մենք գործում ենք բույսերի հետ։ Կուզենայի օրինակ տեսնել հենց նուշի դիմակ, խոնավացնող դիմակ, այն կտորից դիմակները։ Ահա, շատ լավ միտք է, ես ինձ պիտի գրառեմ ինչ որ հիմա ասացի, կամ կասեք իր կարծիքները։ Հետո նաև ես պիգմենտներ կա։ Точно համար շատ լավներ կան, բայց հիմնականում կարելի է ինքնությամբ մտածել։ Գրեմ կտորե դիմակ։ Ուրեմն Իրենն առաջարկում է, որ մենք ունենանք սև կետիկների հեռացման համար նախատեսած ու պիգմենտացիայի ճիշտ հասկացա։ Հայ, այս պահին ստեղ չի լավ, ստեղ իջի մեջ անպայման կադրում կտեղադրեմ։ Մենք ունենք սուրճով, բրինձի փոշիով ու խարտուտիկով պատրաստված դիմակ, ինքը փոշի դիմակ է։ Իրան օգտագործում ենք երկու ձևով, կամ խառնում ենք մածունի հետ, կամ խառնում ենք ձիթապտղի յուղի հետ։ Կախված նրանից, թե դուք ինչ խնդիր եք ուզում վերացնել, ու կախված նրանից, թե դուք ինչ տեսակի մաշկ ունեք։ Օրինակ, եթե ուզում եք մաքրեք պիգմենտացիաները, սև կետիկները, յուղոտ մաշկը, ակնեների հակվածաձեռի մաշկը եւ այլն, այդ դեպքում օգտագործում եք իրան մածունով։ Իսկ օրինակ, եթե ուզում եք մանր կնճիռների հետ աշխատեք, վերացնեք այդ կնճիռները, չոր ճակճկած մաշկը ուժեք, օգտագործում եք ձիթապտղի ձեթի հետ։ Այսինքն իրան այդ ձևով կարող եք օգտագործել։ Իդեպ ասեմ շատ կա, որ հենց լոգանքի ժամանակ ուղղակի իրան կարող եք ցույց մեջ ու օգտագործել մարմնի հատվածում, որտեղ որ քեզ պետք է։ Սուրճի մասին, մաշկի հետ աշխատելու մասին դեռ վաղուց բոլորս եք տեղադրել, շատ գործառույթներ կարող անի, դե իսկ արդեն մեջի հավելյալ բույսերը իր ասելիքը ասում է։ Ակնեի համար լոսյոն, այ այստեղ գրենք ակնեի լոսյոն։ Տոնիկ։ Ահա, հիմա ես այդ համ ձեզ ցույց եմ տալու, համ կասեմ։ Ուրեմն ակնեի համար մենք ունենք անտիակնե շիճուկը, անտիակնե կրեմները ու անտիակնե շիճուկը։ Ամեն մեկը տարբեր բանի համար է նախատեսված։ Անտիակնե շիճուկը առհասարակ ձեր այդ մաշկի ծակոտիները մաքուր է պահում, որ ինքը չհավաքվի, չկուտակվի, դա ու դառնա ուզու, մեր սովորական բառով ասած, հա։ Այդ դրա համար է, անտիակնե կրեմը այդ ավելի ցանավորված, տարածված ակնեների համար է, որ թարախային բշտիկներ են լինում, իսկ անտիակնե շիճուկը ինքը նախատեսված է կոնկրետ մի հատ երկու հատ դուրս ատվել, իր վրա անում ես, գիշերը քնում ես հեռուց, չորացում թափում է։ Էդը դենց, ինչպես նաև մենք նուշից օջարն ենք էլի ակնեների հետ էր աշխատում, էդ է։ Իսկ լոսյոն ինքը հետաքրքիր տարբերակ է, ես կարծում եմ սրա շուրջ ես մի փոքր կմտածեմ, հասկանամ ինչ բան է։ Դու առաջարկում ես։ Օ, արևապաշտպան, երեխեք շատ լավ միտք էր։ Էսպեր, մենք նուշում չունենք արևապաշտպան, միտքը շատ լավն է, ինձ շատ դուր եկա ու կարծում որ սրա շուրջ ևս կարելի է լավ մտածել։ Այս սենց, այս բոլոր պրոդուկտների շուրջ ամեն դեպքում երկար պետք է մտածենք, որովհետև կան պրոդուկտներ, որ ես հնարավորինս այդ քիմիական համերները զերծ եմ ունում, դրա համար այս պրոյեկտի հետ մի քիչ պիտի աշխատեմ։ Իսկ հիմա եկեք ես ձեզ ցույց տամ իմ անակնկալը, որ ինձ համար էր անակնկալ։ Ինչ է սա։ Հիմա մենք unboxing ենք անում, ես մի անգամ արդեն արել եմ իմ համար, բայց ոչինչ չէ։ Ուրեմն, տեսնելով մեր նույն պրոդուկտի որակը, բազմազանությունը, պահանջարկը եւ այլն, մեզ արտասահմանյան գործարանից այլ բրենդից եկել է այսպիսի մի փոքրիկ տուփ, որի մեջ մոտավոր 25 հատ պրոբնիկ է տեղադրված։ Հիմա տեսեք, իրանք մեզ ուղարկել են տարբեր տեսակի պրոդուկտներ, եկեք բոլորով ուսումնասիրենք ու տեսեք, այսպես փոքրիկ սիրուն պրոբնիկներով մեզ եկել են պրոդուկտները, որ մենք ուսումնասիրենք ու համագործակցության առաջարկ կա իրանց կողմից, արդյոք իրանց հետ համագործակցենք, իրանց հետ ունենանք նոր պրոդուկտներ, թե ոչ։ Իրանց շեշտը ևս դրված է բուսական պրոդուկտների կողմի վրա, դրա համար ես օրինակ հակված եմ, որ մի հատ բոլորով քննարկենք։ Իսկ կարեք լավ մոտիկ կա։ Եկեք։ Տեսեք, իրանք ինչ հետաքրքիր բան են առաջարկում, մարմնի մենք դեռ վաղուց ունենք մեր բրենդում միներալ ջուրը։ Տեսեք, նմանատիպ պրոդուկտ իրանք են մեզ առաջարկում։ Միներալ ջուրը, էլի ես բազմիցս ասել եմ, մաշկի խոնավեցման համար է, իրանք այսպես փոքրիկ սկրաբիկներ են մեզ ուղարկել, որ սիրած նուշով սկրաբից։ Հիդրոֆիլ յուղեր են մեզ առաջարկել, տարբեր տեսակի կարող ուսումնասիրել։ Հանդես չկա, այստեղ պարաֆին սկրաբ է։ Տես հետո պարաֆին կա խաղաց։ Իսկ կաֆե։ Էս իջը, էս իջը։
Այդ դες ինչ է ոդկերի համար նախատեսված փոքրը։ Մենք ունենք փոքր, ինքը անտիակնի է, բայց առասարակ ինքը այդ ծակոտիները դե մաքսիմալներ, որ վաճի լինի։ Էս է մեկ է Ո՞նց շատ լավ է համարը։ Ինքնից չէ։ Կարես ցողես, դες ինքը շատ լավ է։ Շատ լավ է։ Ոչ, ջաման դեպքում իրանք ինձ կապ են հաստատել, եթե սա հերթով ավելի մանրամասն կհասնեն։ Դե իրանք ստեղ պրոստը ոնց որ վերնակրի են գրել, որ դու հասկանաս ես ինչ է։ Բայց ինչ գործառույթ ունի, ինչ կա մեջը, ինչ պրոցես է անում, ինչով է օգնելու, չէ՞, ինչ խնամք այն ցույց տալ, այդ արդեն իրանք կա։ Էսա չի փասել, դեպի կանենք սնախած։ Անտուես։ Սեր բուջուր բաժակով ժելի։ Ես եմ ապիտանը։ Հաշկիս նույն ես սիրում դրանց։ Ես սիրում եմ որը։ Գիդրոֆիլն է մաշկը։ Սուխայա կոժա։ Դեսեք ես չոր մաշկի համար նախատ։ Հա, սա բուսական է։ Շոտ է։ Ես չեմ էլ բացել, դες ինչ եմ։ Շուխայա դերոցի ինչա հապշ։ Չստացվա։ Կա։ Պենկա։ Իրանք տեսեք պենկաները ոչ թե դրի սենց լարայով են ուղարկել, որ դու փորձարկես, ոնց առանձին են լցրել։ Հələ ինքեր որ դիգինքի վրաները իրապես Պենկա է։ Հա, բայց ես մոտի մկրատով X-ը։ Դիան, նատենքո լեգենդարի։ Կոգոլի մորավի հոտու Կոգոլի մորավ։ Ինչու՞ է զոհը։ Նրոց ֆոտային է։ Անենք, պետք չէ որ ավելի։ Անչեն պետք չի, շատ լավ է։ Տեսել եմ ոնց էր պենկա։ Հա, պենկա անտիբակտեր։ Անտիբակտերիան է պենկա։ Այսինքն ինքը հա, ես հասկացա, մեր անտիակների տիպի բան է։ Որտեղ ինքը Ոտում կեմ չէ, տենկինով դուս կտայերի։ ինչ լինի։ Ոտումներից դուս։ Հա։ Ես բաց։ Դե նա է Կամեջը, Նայ։ Դե դուրսկայա։ Նայ, դες կազմես հոտը դուրս չեկավ, բայց պես ես բուրիչ կսուկո, օրինակ ես նորետ էի չեմ բացատրում, որ ինքը ճարվելից է, հոտը ինչի։ Դες քաղցի Չէ։ Հոտը ինչի, բայց ինքը զատում շատ լավ հոտը է տարես։ Հախունի հոտ արարես։ Սամիտ ամիշը։ Դե մեծամասն իրանք հենց տեսեք, քանի որ իրանք գիտեն, որ մեր շեշտը ևս դրած է բուսական պրոդուկտների վրա, իրանք էլ են բուսական իրանք է դրած ու ուղարկել են կրեմները, խոնավեսնո այս է լավ կրեմ ինձ համար էր անակնկալ, ինձ զանգում են ու ասում, որ դուք փաթեթ ունեք Ստանում ենք փաթեթը, լրիվ անծանոթ, բացում ու տեսնում ենք լրիվ համագործակցության առաջարկով, ադմինիստրել են ինքներին, կապ են հաստատել ինձ հետ, ուղարկել են այս պրոդուկտները, որ մենք միասին ուսումնասիրենք ու համագործակցենք իրանց հետ։ Ինչ լավշի։ Սուտ քաշելի է։ Լեբեր։ Ոյ, ես լրիվ կատի կարը դու իրանց հետ ստանում։ Ո՞վ։ Շունա ուտեմ։ Նայես ինչ է։ Շրտունքի բաժանում է։ Երեխեք, այս շրտունքի բաժանները իրականում ցուցակի մեջ արդեն ես գրել էի, որ մենք նուշի մեջ պետք է վերամշակման ենթարկենք ու ուզում եմ հիմքը անպայման մի կակաոյի յուղը, որովհետև Ամերիկայից վերջերս հետևորդներից մեկի հետ զրուցեցի, ինքը առաջարկեց, ասեց նույն է կարող եք այնպիսի շրթունքի բաժան ունենաք, որ ինքը լինի չհարվի պահյուսագիտ մեջ,
Որովհետև ասում եմ շատ եմ հանդերքերեցի, որ պայուսակից մեջ հարվել է շրթունքի բալզամը։ Հիմա ես դե բնականաբար այդ պրոդուկտների հետ քանի որ շատ գործ ունեմ, առաջարկում եմ կակաոյի յուղով տարբերակը փորձենք մենք շրթունքի բալզամը։ Չէ։ Կակաոյի յուղը մի փոքր ավելի բարձր ջերմամշակման պիտի ենթարկես, որ ինքը սկսի շատ արագ հարվել է։ Իսկ մարդու մարմնի ջերմաստիճանը լրիվ բավականացնող է, շրթունքի վրա նստի։ Ու պլյուս այս լրիվ բուսական։ Վայ, հա, հեսա։ Նա ես Հա, ու պլյուս այդ շրթունքի բալզամների սարքելու ժամանակ իր հետ աղյանում բրի այլ կոմպոնենտներ, դե կոկոսի յուղ, ծիրանի բորիզի յուղ, որ սահմանաշապն սիրում, եւ այլն, նենց կոմպոնենտներ, որ ինքը դառնա փափուկ, բայց շահալի։ Այսինքն կակաոյում շատ ամուր է եղանում, երբ որ արդեն տենց նյութեր են ավելանում, Հիմա տեսեք, մեզ հիդրոֆիլ յուղեր են առաջարկել, արդեն վաղուց ես վերամշակում եմ հիդրոֆիլ յուղը նշում ունենալու համար, իդեպ ասեմ, նենց որ ես քնում վերնում եք ասում, այսօր ես իշխանում ենք կանան, չէ, կամ ինչ-որ մտնեմ էջեր, տեսնեմ ով ինչ արեց, իրանց նման սկսենք աշխատել, ինչ-որ ոչ թե օրինակ տեսել, օրինակ տեսել այդ ուրիշ բան է, բայց կոնկրետ միտքը գողանալը ապրես։ Կրկնօրինակելը, միտքը գողանալը, չգիտեմ, ես վերցնենք ոնց կա, ասենք էտիկետկայով թխենք նույնը արտադրենք, ասենք, մենակ ես վրային ասենք այնքան որ կտրենք անենք, ասենք, ես հենց նոր մենք արտադրեցինք, տես բան գոյություն չունի։ Ինչպես տեսնում եք, մեր պրոդուկտների եւ տարաներն են տարբերվում, եւ բույրերն են տարբերվում, եւ արդեն իր համբավի մասին էլ ես չեմ խոսում, համբավի մասին նյութը ինքը խոսում է, հետո գալիս իմ դահասն։ Այսինքն, եթե այն ժամանակ իմ միջոցով էին մարդիկ ինչ-որ պրոդուկտ ձեռք բերում, ճանաչելով ինձ, հիմա օրինակ Wildberries հարթակում ես տեսնում որ նենց երկրներից նենց մարդիկ են բան պատրել, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, իրանք հայերեն էլ չեն հասկանում։ Այսինքն իրանք առնում են պրոդուկտը, տեսել են ինքը լավն է ու կրկնակի եռակի անգամ պատվիրել են իրան։ Այդ նշանակում է, որ այդ դեպքում արդեն քո փոխարեն խոսում է քո նյութը, որը ավելի կարևոր է։ Հիդրոֆիլ յուղի մասով է ասում, որ բավական երկար ժամանակ է ես իրան մշակում եմ, որպեսզի մենք ունենանք այդ ճիշտ էֆեկտը, որովհետև հիդրոֆիլ յուղը շատ լավ գործառույթներ ունի։ Ինքը լրիվ այս ծակոտիներն է մաքրում ու այս ծակոտիները նեղացնում, որովհետև մարդիկ կան, որ սենց խորը են այդ անցքին ու ինքը շատ լավ օգնում է այդ հարցերի շուրջ։ Դրա համար ես իրան մի քիչ շատ երկար ժամանակ մշակում եմ, բայց ուրախ եմ, որ նաև իրանք են մեզ առաջարկել։ Այս տուփիկը դինեմ ներքև, որ էսթետիկ լինի մեր սեղանը։ Սենց, ուրեմն առաջարկել են մեզ կրեմների տարբեր տեսակներ, սկրաբերի տարբեր տեսակներ, բայց մինչև իրան սկրաբերի գալը մենք արդեն ունենք շաքարե շարք։ Շաքարե շարքում ունենք սուրճի տարբերակը, ելակի տարբերակը, կաթնային տարբերակը, կոկոսով ու կաթով պատրաստված տարբերակը, ինչպես նաև մոտակա օրերում արդեն կլինի նարնջի ցեդրայովը, որը ցելյուլիտի դեմ է պայքարում, ինչպես նաև մանավանդ նորաթուխ մամաների մոտ մաշկի հետ կապված խնդիրներ են լինում, իրանք կարող են օգտագործել, եւ ծիրանի տարբերակը։ Ծիրանի տարբերակն իրականում ամենաշատ ուզում եմ նրա համար, որ միշտ այդ ծիրանը ասոցացվում է Հայաստանի ու հայերի հետ, ու դրա համար ուզում եմ որ ծիրանը պարտադիր ունենանք։ Կարող ուսումնասիրել։ Հենց նուշի ունենա, սկրաբ, Հայաստան ունենք, չէ՞ մեզ օրինակ ուղարկած։ Ու շատ լավն է։ Իրանք հենց շաքարե են ու հենց շաքարե սկրաբեր են, հավելյալներով, կոմպոնենտներով։ Տեսեք, այստեղ իրանք մեզ խալոդնի պարաֆին են առաջարկել, խալոդնի պարաֆին են մեզ առաջարկել, փոքրիկ այսպես պրոբնիկով մեզ ուղարկել են, բայց մենք արդեն վերջին 10-20 օրն է, չէ՞ որ ունենք պարաֆին։ Մենք արդեն իսկ ունենք պարաֆին ու Սոնել չէ, շապատը չկա, քիչ է, բայց ինքը արդեն մենք շատ մեծ պահանջարկ ունենք, գովազդը տեղադրվել է առաջին խմբականակը մոտարապես 250 մի օրում ասպարում։ Ու դրանից հետո արդեն բնականաբար մեծ քանակներով մենք սկսեցինք իրան արտադրել։ Ես գիտեմ, վստահ եմ, որ հեսա արտադրամասի համար են հարցեր տալու, այդ հատվածներն ալ բոլորին հետաքրքիր, տենաս ոնց են անում, տենաս ինչ ա լինում,
Այդ մասով էլ փակագծերը չեմ բացում, որովհետև ձեզ այնքան բան եմ ցույց տալու, այնքան բան ունեմ ասելու։ Ասես քիչ-քիչ տեղադրեմ, որ ինֆորմացիան այնքան շատ չի լինում։ Մարդիկ չհասկանան ինչ է կատարվում։ Օրինակ, եթե դու համագործակցի ես ընկերության հետ Շատ է։ ինչ դու պետք է կազմակերպել, օրինակ, սուպեր սկրաբի սարքել։ Այսինքն դու բիզնես մաղադրատում սուպերսիլանում, սարքել։ Ահա, շատ լավ հարց ես տալիս։ Իրականում տես, քանի որ միայն այս գործարանը չի, մենք իրականում այսպես բավականին մեծ մակարդակով տարբեր գործարանների հետ ունենք համագործակցություն, որի մասին հստակ տեղյակ եք, բացի այն ինչ որ կոնկրետ ես եմ ինձ ձեռքով պատրաստում իմ գաղտնիքն է, նաև ունենք համագործակցություններ այլ գործարանների հետ, որին իրոք տնվում է իմ բաղադրատոմսը, բնականաբար բաղադրատոմսի համար պայմանագիր է կնքվում, որ այդ բաղադրատոմսը իրավունք ունի օգտագործելու այլ ֆիրմայի համար։ Ու այդպիսով սկսվում է համագործակցությունը, արտադրվում է պրոդուկտները ու վրան դիմում է բնականաբար մեր ֆիրմայի նշանը ու դրա մեջ գնում ենք առաջ։ Այսինքն հիմա մենք իրանց հետ որ համագործակցելու լինենք, կա պրոդուկտ, որ իրանք պատրաստի մեզ առաջարկել են, մենք այս պրոդուկտները օգտագործում ենք, հավանում ենք, ասում ենք, всё, հենց սա արտադրեք մեր համար։ Կամ եթե ուզում եք ինչ-որ բան կամ մեջ ավելացնելու, առաջարկում ավելացնում են, դե բնականաբար այդ մեզ ու մեզ չենք որոշում, տեխնոլոգ գոյություն ունի, որը մեր հետ կապ է հաստատում ու ասում է, գիտեք, օրինակ մեր Նունեի բրենդի գունավոր տոպերը, տեխնոլոգիների հետ ես երբ որ քննարկում էի, այնտեղ ուրեմն պիգմենտացիայի խառնելու աստիճան կա, ջերմամշակման ենթարկելու աստիճան կա, որ այնպես չլինի դրած ժամանակ տարայի մեջ արդեն մատնարները բացի օգտագործելու պիգմենտը իրարից առանձնանա։ Այսինքն այդ ամեն ինչը դեռ միամիտ չես որոշում ու անում ես, ինքը հատուկ կոմպոնենտներ է մեջը ավելանում, պակասանում, որ դու այդ խնդիրը չունենաս։ Պատկերացրեցի։ Իրականում նայեք, ստեղ մենք ունենք տերմոպաշտպանիչ, միշտ հաճախորդները հարցնում են տերմոպաշտպանիչը, ոնց որ կամ ավելի կրեմային է, կամ ավելի ջրիկ է, միշտ ասում են, ժողովուրդ, այս տերմոպաշտպանիչը ինքը կազմված է կրեմային եւ հեղուկ մասսայից։ Իրան ամեն օգտագործումից առաջ պիտի թափարեն, որ այդ հեղուկը ու կրեմային մասը խառնվի իրար։ Անգամ հենց այդ բանին մի հատ արել ես, ֆենում ես այդ պրոցեսի ժամանակ, մի հատ sense թող սովորություն լինի, մի հատ sense անել հաստատ չի բանվարում ես, որ նույնիսկ այս տերմոպաշտպանիչը օգտագործենք։ Սպասում պրոդուկտների։ Հա, մենք այդ sense ոգևորված ամեն անգամ սիրուն գովազդները տեղադրում ենք։ Կարծում ձեզ նույնպես հետաքրքիր էր սիրելի հետևորդներ եւ սպասեք նորույթների, մենք առաջիկայում մոտավորապես 20 հատ նոր պրոդուկտ ենք ունենալու։ Նախորդ վիդեոյում արդեն շեշտեցի, որ հենց տղամարդու շարքի հետ կապված մոտավոր 10 հատ նորույթ ունենք, ուղղակի դեռ էջերում տեղադրված չեն, որովհետև իրանք պատրաստման փուլում են, շշալցման փուլում են։ Մեր այս հրաշքները արդեն վաղուց շուկան գրավել ենք եւ իր դիզայնով եւ իր որակով մի խոսքով։ Տղամարդու համար նախատեսած շարք։ Այսպես ու այսպես ամեն օր լիքը նոր պրոդուկտներ կտեսնեք մեր էջերում։ Միացեք բոլորին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի նորից։